Իմ շատ սիրելի ժողովուրդ, պատկերացնում եք, այսօր ես մի աշխարհ խատուտիկ եմ հավաքել, այսինքն ադուվանչիկ, որպեսզի պահեմ սառցախցիկում։ Շատերն են ինձ ասում, ինչպես պահենք ադուվանչիկը, խատուտիկը։ Ասում են, երբ մենք պոկում ենք եւ փռում արևի տակ, այն կամաց լինում է ուրիշ տեսակ, այսինքն բոմբոլի նման եւ թռնում գնում է, որպեսզի նման բան չլինի, անպայման պոկում ենք լվանում, մաքրում եւ դնում անպայման սառցախցիկը։ Տարին 12 ամիս դուք կունենաք թեյ ձեր օգտագործման համար։ Ինչ ենք անում։ Լցնում ենք, եթե ուզում եք իհարկե թեյ լինի, լցնում ենք այս ադուվանչիկները եւ լցնում եռացրած ջուր։ Եռացած ջուրը լցնելուց հետո պատկերացնում եք դուք ունենում եք թեյ հենց ամեն օր օգտագործելու համար։ Իհարկե ամեն օր չի կարելի օգտագործել նրա համար, որովհետև ամեն օր ես մի բաղադրություն եմ ասում, 2 օր սա օգտագործենք, 2 օր մի ուրիշ բան, իսկ այս պոչիկները դեն չենք գցում, այն օգտագործում ենք կամ ուտելու ձևով, կամ նորից լվանալուց հետո դնում եք սառնարան աղցանների մեջ կտրատելու եւ նաեւ ինչու՞ չէ, բաղադրություն Մարիամ Վահանյանից 10 օր շարունակ ուտում ենք ադուվանչիկի այս ցողունները ընդամենը 10 հատ եւ ձեր օրգանիզմը թույներից, վիրուսներից, միկրոբներից եւ նույնիսկ անգամ այն մարդը, որը ուռուցքային հիվանդություններից հետո ընդունել է քիմիոթերապիա, ապա անպայման իրեն պետք է օրգանիզմը մաքրելու եւ խոլեստերինը իջեցնելու համար։ Իմ շատ սիրելի ժողովուրդ, անպայման հետազոտեք ձեր օրգանիզմի խոլեստերինը արյան մեջ, որովհետև խոլեստերինի բարձրացումից կարող է տալ շատ խնդիրներ, որից դուք տեղեկացված չեք, որը կարող է ազդել եւ սրտի, եւ մնացած օրգան համակարգերի վրա։ Դրա համար օգտագործում ենք խատուտիկ 10 օր, 10 հատիկ։ Այսօր ես սկսել եմ, համեղ է շատ, դառնությունը նույնպես առողջարար է, ուտում ենք։ Բա